Նախորդին Լեհաստանը շատ կարևոր քայլ կատարեց։ Երկրի սահմանադրական դատարանը հայտարարեց, որ կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունը հակասում է այդ երկրի սահմանադրությանը, որովհետև տանում է դեպի տոտալիտար համակարգ։ Այդպիսով Կոմկուսի գործունեությունը արգելվեց Լեհաստանի ողջ տարածքում։ Այսինքն պետությունն ասաց, որ ժողովրդավարությունը չի կարող հանդուրժել այն ուժերին, որոնց նպատակն է ներսից կազմաքանդել ժողովրդավարական կարգը։ Սա լյուստրացիայի նույն, բայց ավելի խիստ տրամաբանությունն է, երբ պետությունը օրենքով մաքրում է իր ինստիտուտները, կտրում է բռնապետական, քրեական, օլիգարխիկ անցյալի կապերը, ազդեցության եւ վերահսկման ցանցերը, գաղտնի լծակները եւ ըստ էության հանրային վստահության ոլորտը պահում է պաշտպանված, որպեսզի պետության անունից որոշումներ չկայացնեն նրանք, ովքեր ծառայել են կամ շարունակում են ծառայել հակաժողովրդավարական համակարգերին։ Լեհական ուղերձը մեզ Հայաստանին շատ հստակ է։ Ազատություն չի նշանակում թույլ տալ, որ վտանգավոր շարժումները օրինական ձևով գրանցվեն, ներս սողոսկեն քաղաքական համակարգ, հետո նույն այդ համակարգի ներսից ջնջեն ազատությունն ու փոխարինեն այն վախով եւ բռնությամբ։ Հայաստանում սա պետք է դառնա ընտրությունների գլխավոր պաշտպանական սկզբունքը։ Ժողովրդավարություն չէ, երբ պետության դեմ, պետականության դեմ օր ու գիշեր աշխատող ուժերը անարգել գործում են, իսկ մենք դա կոչում ենք բազմակարծություն։ Քաղաքական մրցակցությունը չի կարող վերածվել ինքնաոչնչացման իրավունքի։ Եթե որևէ կուսակցություն բացեիբաց խոսում է Հայաստանի միութենական պետության մաս դառնալու մասին, անթաքույց երդվում է Պուտինի ու Լուկաշենկոյի արևով, արդարացնում է բռնությունը, գովաբանում է ճնշումն ու վախի քաղաքականությունը, քարոզում է կախվածություն, պետությունն ունի մեկ ճանապարհ՝ գործել օրենքով, բացահայտել կապերը, ֆինանսավորման կեղտոտ աղբյուրները եւ կազմակերպված ազդեցության մեխանիզմները, փաստերով գնահատել հակասահմանադրական նպատակներն ու գործողությունները եւ դատարանով ուղղակի չեզոքացնել այս սպառնալիքը, որպեսզի ժողովրդավարական ընտրությունը չդառնա օրինական դուռ ժողովրդավարական ընթացակարգով իշխանություն վերցնելու ու հենց այդ իշխանությունից ժողովրդավարությունն ու ազատությունը տապալելու համար։ Սա է ճշմարտությունը։ Պետությունը ոչ միայն ձայները հաշվարկելու համար է, այլ սահմանադրությունը պաշտպանելու։ Երբ ընտրությունը դառնում է մեխանիզմ իշխանությունը վերցնելու ու հետո ազատությունը սահմանափակելու համար, պետությունը պարտավոր է նման մտադրության դուռը փակել հենց շեմից։ Սա է երկրի ինքնապաշտպանությունը, որովհետև ով ընտրության է գալիս Հայաստանը դարձնելու վասալ, վախեցած ու կառավարելի տարածք, նա չի կարող ուղղակի լինել մրցակից, նա սպառնալիք է, ոչ թե մրցակից, իսկ սպառնալիքը պետք է չեզոքացվի ոչ թե խոսքերով, այլ պետության վիրահատական գործիքներով։